մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր։ Քննչականի նախագահը պնդում է, պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործում դերակատարություն են ունեցել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, նաև այլ մեղադրանքներով կալանավորված Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Վերջիններիս փաստաբանները սակայն հերքում են քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանի այս պնդումները։ Մեր ձեռքի տակ հայտնվել է նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ինչի մասին է խոսքը, որտեղ որ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարված գործողությունները։ Օրերս հեղաշրջման կոչի մեղադրանքով Բագրատ Գալստանյանի խուծ տարված Շիրակի թեմի առաջնորդը եւս ըստ քննչականի ղեկավարի մասնակցություն է ունեցել ենթադրյալ ահաբեկչության այս գործին։ Նույնիսկ 2022 թվականի ծորագիր է պահել, որին էլ հանձնել է իր մտքերը։ Այդտեղ էլ իրավապահները տեսել են ուղիղ կապը սրբազան պայքար անունը ստացած շարժման հեղինակի ու գլխավորողի միջև։ Թեով է եկեղեցականներին ներգրավել քաղաքական պայքարի մեջ, Արթուր Պողոսյանը չասաց, միայն նշեց, դա էլ կդարձնեն վարույթի առարկա։ Այ այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան։ Միքայել Սրբազանը ձերբակալման օրը Էջմիածնից Երևան ճանապարհին ասել էր, որ առաջնորդարանից իր համակարգիչն ու կրիչներն էին արգրավելու հավելել, դրանցից իրավապահները կհիասթափվեն։ Օրագրի մասին arczepiskopos-ը չէր խոսել։ Կարել են ինչ պիտի տանեն լապթոփ, դիսկեր, կրիչներ, որոնցից պետք է իրաց դառը հիասթափություն միայն։ Այսօր Աջապահյանի փաստաբան Ռոմանը Հարունյանը հերքեց եւ անհիմն որակեց քննչականի պնդումները, թե նա կապ ունի Գալստանյանի քրեական գործի հետ։ Մեր գործը լրիվ ուրիշ գործ է եւ այսպիսի տվյալներ առնվազն մեզ հասանելի չունեն։ Քննչականի ղեկավարը 3 հանրայինի եթերում պարզաբանել էր, թե ինչու որոշեցին կալանավորել Աջապահյանին, ասաց, նա վերահաստատել է հեղաշրջման կոչը մի շրջանում, երբ մյուս հոգևորականը Բագրատ Գալստանյանն արդեն մեղադրյալի աթոռին էր։ Այս գործընթացներն ըստ Պողոսյանի նույն շղթայի մեջ են։ Ըստ էության երկրում ստեղծեն քաոս, անկառավարելի իրավիճակ, այս հանրավտակ եղանակով, պայթեցումներով եւ այլն, որպեսզի հասնեին իրենց նպատակին։ Նպատակը մեկն էր իշխանությունը յուրացնելը։ Ըստ քննչականի նախագահի այս գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Սամվել Կարապետյանը։ Պողոսյանի ղեկավարած կառույցը պնդում է, Գալստանյանի առաջնորդած գործողությունների պլանով անգամ որոշ պաշտոններ արդեն բաժանվել էին, իսկ գործարարներին էլ ներգրավել մարդկանց հավաքագրելու մեջ։ Քննչականի ղեկավարը վկայակոչում է իրենց հրապարակած թղթերը, որոնք պնդում են արգրավել են խուզարկությունների ժամանակ։ Այս թղթերում նաև Սամվել Կարապետյանի անունն է գրված, դիմացը նշված 5000-ից 8000 մարդ պլյուս ուղերձ։ Դրանից հետո, երբ որ մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձը, ում վերաբերյալ տվյալը արդեն կա, որ պետք է մարդ հավաքագրի, բերի եւ նաեւ կոչ հնչեցնի, եւ կոնկրետ սուբյեկտը արդեն հայտարարություն է կատարում, մենք սա գնահատում ենք այլ հանցակազմի տիրույթում Սամվել Կարապետյանին է։ Այո։ Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Մեղքը չընդունող գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով պաշտպանյալն ընդամենը հակադրվել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող կառավարությանը, իսկ քննչականի նախագահի երեկվա դիտարկումը քրեական գործի իրեն հայտնի տվյալների մեջ չկա։ Եթե նայում ենք իրավական տեսանկյունից, չի էլ կարող լինել։ Դժվարանում եմ պատկերացնել ինչից ելնելով է նման հայտարարությամբ հանդես եկել քննչական կոմիտեի նախագահ։ Կարծում եմ միգուցե կամ ամբողջական տվյալները, այսպես ասած, հասանելի չեն, կամ ի վերջո քրեական վարույթի նյութերի այն ծավալը, որը հասանելի է, հստակ որևէ մի սցենարում չի կարող նման իրավիճակի հանգեցնող գնահատական տալու առիթ նույնիսկ հանդիսանալ։ Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով մեղադրվող Գալստանյանն ինքն է շարժման հեղինակը։ Ազատությանը փոխանցեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, կրկին հերքելով ոչ միայն մեղադրանքը, այլ եկեղեցու, այդ թվում կաթողիկոսի դերակատարությունը Գալստանյանի նախաձեռնած շարժմանը։ Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Սամվել Կարապետյան, հայ առաքելական եկեղեցի արհեստական այս կապը ստեղծում են, որովհետև մենք տեսնում ենք ներկայիս վարչախումբը ինչ տոտալ ձևով փորձում է ամեն կերպ գնալ դեպի
ամեն կերպ գնալ դեպի եկեղեցի։ Մինչդեռ քննչականի նախագահ Պողոսյանը երեկ պնդում էր, ազգային անվտանգության ծառայության ուժերով չեզոքացվել է պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունը։ Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղտալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեն ավտովթարներ։ Քննչականն անցած շաբաթ հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ եւ պնդել Գալստանյանը սրբազան պայքար շարժման անվան տակ համախոհների հետ պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաեւ արգելված միջոցներ, զենքեր ու պայթուցիկներ։ Ըստ իրավապահների կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25 հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման։